Չինգիզ խանը չար և փառատոչոր, որին դարերը նզովում են դեռ, հեծած սևաթույժ նժույգը իր հոր, առաջին անգամ երբ կռվիկ ելներ, կանչեց մորն ասավ. «Օրհնիր իմ ճամփան, բավ է խաղողի արյունը խմեմ, բավ է սրերս պատյանում մնան և հորս փառքը ժանգով սգողեն, օրհնիր հորս սուրն ու փառքիս ճամփան»։ Բայց մայրը իսկույն ճակատը կնճռեց, որդու նժույգի ոտքերը ընկավ և ապա որդու ոտքերը գրկեց, սրբեց արցունքը և այսպես ասավ. «Հայրդ գինուց շատ արյուն է խմել, ես մայր եմ, ինչպե՞ս օրհնեմ քո ճամփան, մեր երթի վրա անեծք է ընկել, էլ մեղքս ինչպե՞ս օրհնի քո ճամփան, իջիր քո ձիուց, դաշտերը գնա, հովոտք չի դրել հողդ թշնամին, թող ջահել կյանքդ հարսներին մնա, թող որդուս մնան արևն ու գինին»։ Լալիս էր մայրը, մազերը պոկում, ոտքերը գրկում որդու նժույգի, և ապա որդու ոտքն է համբուրում, միայն թե որդին նժույգից իջնի։ Բայց որդին քաշեց սուրը պատյանից, ճոճեց իր ճամփեն կտրող մոր վրա, մի ձեռքով բռնեց ճերմակ մազերից և իսկույն կտրեց մոր մազերը նա, գցեց ոտքի տակ իր սև նժույգի, և այսպես, սիրտը իր կրծքից պոկած, աշխարհի ընդդեմ ելավ արշավի, առաջին զոհը մոր մազերն արած։